Հրապարակը գրում է Վարդենիսի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմել է, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն էին աղոթում։ Թերթը հետաքրքրվել է ու պարզել պննդեր տարեսկզբին հրահանգել է մարտական դիրքերից հեռացնել հոգևոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի են խստացրել ու անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից բնականաբար չհաստատեցին տեղեկությունը, թե այն չի համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ թերթը գրել էր կառավարությունը շրջաբերական է իջեցրել տիմերին միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին, այս լուրն էլ ի սկզբանե հերքում էին։ Ակնհայտ է իշխանությունը հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգևորականների կուսակրոնության խախտմամբ ու կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չի պայմանավորում, այլ առավել խորքային պատճառներ կան։ Ժողովուրդը գրում է, որ եկեղեցին սպառնալիք է իշխանության համար նորություն չէ, բայց նորություն է, որ հոգևոր հաղորդումներն էլ սպառնալիք են դարձել, այն էլ հանրային ռադիոյի համար։ Բաքվի ժամացույցը Հայաստանի հանրային ռադիո բերած Արմեն Քոլոյանը ըստ տեղեկությունների հիմա էլ նոր որոշում է կայացրել։ Թերթը մեջբերում է Facebook-ում մի գրառում, որտեղ նշվում է, թե Արմեն Քոլոյանը մտադիր է հոգևոր եկեղեցական հաղորդումները փակել ու այս առիթով թերթը կապ է հաստատել նրա հետ, փորձել է ճշտել։ Արմեն Քոլոյանը, ինչպես փոխանցում է ժողովուրդը, իրեն հատուկ ոճով ասել է, թե եթե օրինակ մեկը Facebook-ում գրի, որ ինքը Ռեալի, այլ ոչ թե Բարսելոնայի երկրպագու է, պիտի բացատրություն տա դրա շուրջ։ Ժողովուրդը շարունակում է, որ Արմեն Քոլոյանի նշանակումից հետո հանրային ռադիոն դարձել է ոչ թե հանրության, այլ իշխանության շահերի սպասարկողը։ Հենց այս պահին էլ հարձակման հրաման է հնչել ուղղված եկեղեցուն։ Ճիշտ պահն են համարել չեզոքացնել նաև հոգևոր հաղորդումները, ինչպես որոշ ժամանակ առաջ շողակաթ հեռուստաընկերությունն էին փորձում չեզոքացնել։ Կարճ ասած, Փաշինյանի քմահաճույքները դարձել են իշխանական բուրգի ուղղորդիչ լոկոմոտիվը։ Հրապարակն էլ գրում է հայ քաղաքական էլիտան Դվին ռեստորանում հունիսի 12-ին Ռուսաստանի օրն է նշել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան կոպիտ կինը ելույթ է ունեցել, միջոցառումը փակ է եղել ԶԼՄ-ների համար, աղբյուրը պատմել է ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերից։ Անգամ կատակել են, որ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել Խայտաբղետ քաղաքական ներկապնակը։ Իշխանություններից բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է Մհեր Գրիգորյանի պահվածքը։ Նա իրեն զգացել է ինչպես ձուկը ջրում, զրուցել դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել ու հեռացել ամենավերջինը, գրում է թերթը։